Ողջույն հարգելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ ցույց տամ հրաշք մեղր, կաթնագույն, ուրեմն ասեմ, որ չունեմ վաճառքի, որ չասեք ռեկլամ ես անում, այս պահին չունեմ, բայց ստացել եմ Ֆանտանում, ովքեր ինձ հետևում են, սա ուրեմն ակացիայի հետ խառնված մեղր, այսինքն հիմնական մասը ակացիա է։ Հայաստանում դժվար է գտել մոնոֆլոր մեղր, սպիտակ ակացիա։ Հիմա ինչի է դարձել կաթնագույն։ Իհարկե, շատերը անալիզի սարքը հիմա կմիացնեն, ամեն մի բան կասեն, ջրի կա եւ այլն, հիմա մածուցիկությունն էլ ցույց կտամ։ Ուրեմն ինչի է այս մեղրը ստանում կաթնագույն։ Ուրեմն մեղրաքամը ֆռացնելուց այն հագենում է օդով, փրփռում է, այսինքն ձեռք է բերում կրեմ մեղրի էֆեկտ։ Հետո ներքևից սկսած ինքը արդեն սկսում է գույնը պարզվել, այսինքն դառնում է մոտարապես ջրի գույն, պարզում, վերևը մի փոքր փրփուր է հավաքվում։ Այս մեղրը ունի այդ հատկությունը, դա գերբարձր որակի մեղր է, շատ խիտ, տեսեք, ձեր շատերի սիրած ուրեմն աստիճաններին է լինում, պինդ լավ մեղր է ուրեմն։ Ես ուղղակի ուզում ցույց տամ, որ այսպես էլ է լինում։ Սա այսինքն ինձ վերջին անգամ պատահել էր 18 թվականին, 7 տարի չէր եղել այս մեղրից իմ մոտ։ Հիմա այս տարի ինչքան կունենամ չեմ կարող ասեմ, որտեղ սա մի փետակից եմ դեռ գտել, մեղրաքամը նոր եմ սկսել։ Շարունակեք հետևել Մեղու AM Facebook-յան էջին, բոլոր անտեղի ու վիրավորական ուրեմն մեկնաբանություններ գրողներին անմիջապես բլոկվելու են։ Առայժմ այսքանը։